Ժամը 18-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, իսկ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, բարի երեկո։ Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ թողարկումներում, վարչապետը ժամանել է Թուրքիա, արդեն հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ։ Նշենք, որ Ստամբուլի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին։ Երեկոյան կկայանա վարչապետի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հայաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը եւ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Այցի հստակ օրակարգը պարզ չէ, միայն հայտնի է, որ Ալիև-Փաշինյան հանդիպում տեղի չի ունենա։ Ադրբեջանի նախագահը Թուրքիայում էր երեկ։ Պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն ասել է, որ իր այցն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նրա խոսքով այժմյան գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման եւ երկխոսության խորացման գործընթացում։ Վարչապետը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Հայաստանի վարչապետի պատվիրակության Թուրքիա մեկնելու ճանապարհին Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրակ է բացել Սյունիքի մարզի ներքին հանդի ուղղությամբ, վնասելով բնակելի տուն, ըստ հաղորդագրության տուժածներ չկան։ Մենք կապ հաստատեցինք ներքին հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, նա նշեց, որ առավոտյան մոտ կես ժամ գրակոծներ են եղել, ինչի հետևանքով իր տանիքը եւս վնասվել է։ Նրա խոսքով այժմ գյուղում արդեն հանգիստ է եւ խուճապ չկա։ Հայաստանի ռազմական Տեսչություն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել ներքին հանդում բնակելի տան գնդակոծման փաստը եւ հրապարակային պարզաբանումներ տալ։ Ադրբեջանից դեռ չեն արձագանքել։ Նստաշրջանի ավարտին ազգային ժողովում ճեպազրույցներ են քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին եւ Վլադիմիր Վարդանյանին լրագրողները հարցրել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մանրամասների Թուրքիայում հնարավոր քննարկման կամ ստորագրման մասին։ Մշտապես փորձում են կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները ունեն կարևոր նշանակություն, հաշվի առնելով, որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը եւ մենք պետք է մեր հարևանների հետ ունենանք բարի դրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև եւ կայուն խաղաղության բերի տարածաշրջանում։ Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունի ուղղակի կապերը, որոնք եւ ամրապնդում են վստահությունը եւ հնարավորություն են տալիս, ըստ էության բարձրաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Լրագրողները հարցրել են նաեւ անհետ կորած զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրների մասին։ Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ հանդիպում է ունեցել վերջերս անհետ կորած անձանց հարազատների հետ, հարցադրումներ են հնչել, այդ հարցադրումները պետք է հստակեցվեն, որ այդ հանդիպումները կունենան պարբերական բնույթ։ Ես ուզում եմ հավատացնեմ ցանկացած անձի, ով ունի անհետ կորած բարեկամ եւ հարազատ, որ որևիցե պետության համար սա ինչ-որ մի ձեռնտու իրավիճակ չի ունենալ անհետ կորածներ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, նրանց ճակատագրի հետ կապված տեղեկատվությունը դառնա վերջնական, հասանելի եւ ավարտական։ Իսկ Հայաստան դաշինքից Աղվան Վարդանյանը պետություն եկեղեցի թեմային անդրադարձել է Վրաստանի հետ համեմատություն անցկացնելով, խոսել նաեւ բարիք եւ չարիք գործողների մասին։ Մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Նավել Կարապետյանի գործը կյանքի բոլորի աչքի առաջ է, միայն ստեղծել, միայն բարիք եւ Հայաստանում եւ Արցախում եւ ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ եւ այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով տարբեր ոլորտներում, այլև պարզ հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքը վկայությունն է իր մեծության։
Դուք ինքներդ որոշեք ոչնչությունը ով է եւ ոչնչությունները ովքեր են։ Այս վերջին շրջանի քայլերը այս մարդու նփին նկատի ունեմ շատ են հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահի Սաակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով։ Եվ վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Նա էլ երկար տարիներ ասում էր, բա գիտեք, այսպիսի մի միլիարդատեր կա, մեծահարուստ կա, որը հսկայական գործ է անում, Վրաստանում հսկայական ներդրումներ է անում, եւ արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանք, փորձել ձերբակալել եւ այլն։ Նմանությունները եւ զարգացումները կարծում եմ շատ համընկնում են եւ վաղճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Վերջին օրերին պարզ դարձավ, որ այո, Հայաստանն իրանցիների եւ այնտեղ գտնվող օտարերկրացիների համար փրկողակ է։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը հորդորել է հարևան ժողովրդի նկատմամբ բարձր հարգանք եւ մեծ ուշադրություն դրսեւորել։ Աբրահամյանը չի շրջանցել հայ եկեղեցուն վերաբերող վերջին զարգացումները, շեշտելով, որ կատարվողը ոչ միայն դատապարտելի է, այլև ազդեցություն է ունենալու քաղաքական ու հասարակական կյանքում։ Աբրահամյանը եւս արձագանքել է անհետ կորածին ծառայողների բողոքի ակցիաներին, դիտենք հատված։ Թվում է, թե շատ պարզ հարցադրումներ ունեն մարդիկ, միջև այս պահը, միջև ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի ազատ արձակումը, ողջ պրոցեսը իրականացվել է նրա կողմից, նաև որոշակի հարցերով նրա անձնական երաշխավորման պայմաններում, եւ այս մարդիկ ունեն պարզապես մեկ հարց, ով է ստանձնելու այդ պրոցեսի շարունակականությունը, այսինքն հումանիտար հարցերի կարգավորման տեսանկյունից եւ ով է այս պահին պատրաստ պատասխանելու իրենց հարցերին։ Ցավոք 2-3 օր է այս մարդկանց պարզ հարցերի պատասխան չի տրվում։ Այդ ընթացքում մեզ մոտել են ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցել, սկսվել են ընդդիմադիրների, մասնավորապես դաշնակցականների ձերբակալություններ, մարզային կառույցների, պատասխանատուների, գրասենյակների խուզարկություններ։ Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սկսվել են լայնածավալ ձերբակալություններ, դրանք որակելով անհասկանալի եւ ապօրինի։ Թուրքիան գտնվող կապիտուլյանտը իր արժեքը բարձրացնելու եւ թուրքերին դուր գալու համար ազգային ուժերի եկեղեցու դեմ ավելի նոր թափով պատրաստվում է պայքարել։ Տարբեր ձերբակալություններ են տեղի ունենում մարզերում, Երևանում, ներկուսակցության մի շարք անդամների։ Այս պահին թիվը երևի 1/10-ի մոտ է։ Մարդկանց աշխատանքից, փողոցից, գրասենյակից բերման են ենթարկում։ Մի բան կարամ ասեմ, որ սենց քայլերով որևէ կերպ մեզ չեն կարող կաշկանդել մեր հետագա պայքարի։ Մոտ 2 ժամ առաջ է սկսել հավանաբար process-ը։ Այս պահին ունենք 40-ից ավել ձերբակալված անձ, կան նաև խուզարկություններ բնակարանների։ Ու մենք դա ամբողջը կապում ենք Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցելության հետ, հավանաբար այնտեղից այնպիսի լուրեր ենք ստանալու, որ ուզում են այստեղ դիմադրությունը կանխեն։ Մենք պատրաստվում ենք պայքարի նոր փուլ մտնելու, այսինքն իրենք գիտեն, որ մենք երբ ցանկանանք մոբիլիզացիա կարող ենք անել։ Այս պահին ուղիղ կապ ենք հաստատում իմ գործընկեր Անի Հովանիսյանի հետ։ Անի, ողջույն, լսում եք ինձ։ Այո, մենք ձեզ շատ լավ լսում ենք։ Ինչ է կատարվում, ինչ է տեղի ունեցել, ինչ հանդիպման եք եղել այսօր։ Հենց հիմա մենք գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց։ Քիչ առաջ մենք զրուցում ենք պարոն Վարամինի հետ ընդհանուր մեղրի անցակետում տիրող իրավիճակի, բեռնատարի կուտակումների ու մնացած այլ հարցերի հետ կապված։ Ինչ այլ տեղեկատվություն կա, որ կարիք կա հայտնել այս պահին։ Ես հարցրեցի կապված եկողների հոսքի հետ, դեսպանը հյուպատոսը ինձ փոխանցեց, որ օրական մոտավորապես 600-ից 700 մարդ է անցնում անցակետով, նրանց մեծ մասը մեկնում է արձակուրդի կամ ունի երկքաղաքացիություն եւ վերադառնում են իրենց երկիր։
Սրանից բացի բեռնատարների կուտակումների հետ կապված մեզ փոխանցեցին, որ իրանական կողմը պատրաստ է օրական ընդունել եւ ճանապարհել 300 բեռնատար եւ հայկական կողմի հետ ավելի սերտ համագործակցելու դեպքում կուտակումներ այլևս չեն Իսկ լինի։ ընդհանրապես այս պահին ինչ սպասել։ Կարծում եմ ինչ-որ կանխատեսումներ անելու համար դեռ շուտ է, բայց կուզեմ նշել, որ խուճապ կամ մարդկանց մեծ հոսք Շատ չկա։ լավ, շնորհակալություն Անի։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք իմ գործընկեր Անի Հարությունյանի հետ, շարունակենք թողարկումը, վերադառնալով ձերբակալությունների թեմային։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել։ Ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը, ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ ասել է նախարարության մամուլի քարտուղարը։ Երեկվանից մեր նկարահանող խումբը Հայաստանի հարավային քաղաքներում է, քիչ առաջ իմ գործընկեր Անի Հովանիսյանը խոսել է Կապանում Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ, ինչպես արդեն նշեցինք, հայտնի պատճառներով Իրանից Հայաստանի մարդկանց հոսքի եւ հյուպատոսության աշխատանքի մասին մեր գլխավոր թողարկման ժամին ավելի մանրամասն կներկայացնենք։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նշել է, որ Խամենեին իրենց թիրախում չէ, չնայած նրա վերացումը Իրանի ժողովրդի համար օգտակար եւ նշանակալի պատմական հետևանքներ կունենա։ Մինչդեռ նախորդին հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում էր, թե իրենց ռազմարշավի գլխավոր նպատակներից մեկը հենց Այաթոլլահի վերացումն է։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կընդունի Իրանին հարվածելու վերաբերյալ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Reuters-ն էլ հայտնում է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգներն արդեն ուղիղ բանակցություններ են վարել Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին, սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հերքում է ասեկոսեները, իսկ Միացյալ Նահանգներին անվանում մեղսակից։ Իսրայելա-իրանական հակամարտության վերջին թարմացումներին ծանոթանանք մեկ տեսաշարով։ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմի 8-րդ օրը համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում ըստ Ալ Ջազիրայի պայթյուններ են որոտում այն վայրում, որտեղ հնարավոր է գտնվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի բունկերը։ Տարածվող ենթադրություններին Թեհրանը դեռ պաշտոնապես չի արձագանքել։ Այս խոսակցությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ իրենց նպատակը Իրանի ղեկավարության անկումը չէ։ Իրանի ռեժիմի փոփոխության կամ նրա անկման հարցը նախ եւ առաջ Իրանի ժողովրդի գործն է։ Ես դա չեմ ներկայացրել որպես նպատակ։ Դա կարող է լինել հետևանք, բայց դա մեր հստակ կամ պաշտոնական նպատակներից չէ։ Նեթանյահուն պնդել է, թե իրենք ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ոչնչացնելու Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա մասնակցել այդ գործողությանը, թե ոչ։ Իսկ Միացյալ Նահանգները կմիանա Իսրայելի հարձակումներին, թե ոչ, Թրամփը կորոշի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Երեկվանից արևմտյան մամուլը փոթորկում են տարբեր աղբյուրներից տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները կարող է հարվածել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով։ Իսկ այսօր Իրանը հայտարարել է, որ հարձակումների նոր ալիք է սկսել Հայֆայում եւ Թել Ավիվում։ Իրանը հարվածել է իսրայելական բանակին կիբերանվտանգության ծառայություններ մատուցող IT ընկերության եւ Microsoft-ի գրասենյակներին։ Իսրայելը հաստատել է, որ իրանական հրթիռների հարվածներից հրդեհներ են բռնկվել, այրվել են մեքենաներ, վնասվել բնակելի տներ։ Ցախալը նաև հայտարարել է, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքեր են որսացել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կանխել է Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ մահափորձը, հայտնել է Արաղչիի խորհրդականը։ Հոսեյն Ռանջբարանը X-ում գրել է, մեջբերում եմ, Աբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար։ Եթե ԻՀՊԿ-ի ձեռնարկած անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում նրա դեմ մահափորձ իրականացվեր, որը փառք Աստծո կանխվեց։
Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն այսօր Ժնևում կհանդիպեն Աբբաս Արաղչիի հետ։ Օրակարգում Թեհրանի միջուկային ծրագիրն ու Մերձավոր Արևելքում պատերազմի զսպումն են։ Եվրահանձնաժողովի խոսնակը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը մասնակցելու է բանակցություններին։ Մենք միշտ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը երկխոսության եւ բանակցությունների համար, ասել է նա։ Ակնկալվում է, որ եվրոպական նախարարների եռյակը հանդիպումից առաջ կհանդիպի Կալասի հետ Ժնևում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում։ Վերլուծաբանները կարծում են, որ կողմերը կվերսկսեն երկխոսությունը հաշվի առնելով հակամարտության սրումը եւ կհամոզեն Իրանին տրամադրել հուսալի երաշխիքներ, որ նրա միջուկային ծրագիրը կրելու է բացառապես խաղաղ բնույթ։ Հունգարիան իր դեսպանությունն Իրանից ժամանակավորապես տեղափոխել է Ադրբեջան։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ դեսպանատան 15 աշխատակիցներ եւ նրանց ընտանիքի անդամները մեկնել են Ադրբեջան։ Իսկ Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյասկովը հայտարարել է, որ փակել են Թեհրանում իրենց դեսպանատունը եւ տարհանել դիվանագիտական անձնակազմն ու նրանց ընտանիքներն Ադրբեջան, Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության սրման պատճառով։ Իրանում Վրաստանի դեսպանատունն իր հայրենակիցներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ ցամաքային ճանապարհով Ադրբեջանի Աստարա, Հայաստանի Նորդուզ, Թուրքիայի Բազարգան կամ Թուրքմենստանի սահմանային անցակետերով։ Դիվանագիտական առաքելությունը միաժամանակ կոչ է արել Իրանից մեկնելու մտադրություն ունեցող բոլոր անձանց նախապես կապ հաստատել իրենց հետ ու ստանալ անհրաժեշտ հրահանգները։ Մեր գործընկեր Սիմոն Հովանիսյանը զրուցել է մասնագետի հետ հասկանալու, թե ի վերջո ինչ է կատարվում հիմա աշխարհի մասշտաբով։ Միթե այլևս երկբևեռ չէ այն եւ եթե այդպես է, ապա ինչ սպասել։ Կամ կա արդյոք ամենաուժեղ կենտրոն ու ընդհանրապես ինչ է փոխվել։ Հարցերը շատ են, ուստի դիտենք ռեպորտաժը, գուցե այնտեղ գտնենք մեր հարցերի պատասխանները։ Հյուսիսային Կորեայի բանակը մարտական բարձր պատրաստվածության է Իրանին օգնելու համար։ Մամուլում տեղեկություն կա, Չինաստանը նույնպես աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Ամերիկայի նախագահ Թրամփն էլ հայտարարել է Իրանին հարվածելու ցանկության մասին։ Իսկ այդ դեպքում լայնածավալ օգնություն կստանա Իրանը։ Շատ կասկածել է, որ այլ երկրներից կարող է նման օրինակ սպառազինություն հեռահար հրթիռներ ստանալ։ Եղել է նման լուրեր, բայց ես չէի շտապի պնդել, որ որևէ երկիր բալիստիկ հրթիռներ կամ հեռահար հրթիռներ է մատակարարում Իրանին, որպեսզի կարողանա ցանկացած երկրի զինապահեստում անգամ ամենահզոր այդ հրթիռների թիվը բավական սահմանափակ է։ Ամերիկայի պատժամիջոցների տակ Իրանը փորձում է այլ տնտեսական գործընկերներ փնտրել, ասում է Արևելագետը, բայց դրանք ոչ միշտ է, որ նաև ռազմական են։ Օրինակ վերջերս Կրեմլի խոսնակ Պեսկովն ասաց, Ռուսաստանն աջակցում է Իրանին, բայց դա ռազմական աջակցություն չի ենթադրում։ Ռուսաստանի թե Չինաստանի հետ ունի որոշակի պայմանագրեր, որոշակի խորացված հարաբերություններ, բայց չեն կարող դա որակել որպես ռազմական դաշինք ու որ հարձակման դեպքում այդ երկրները օրինակ ռազմական միջամտություն կանեն ու կաջակցեն Իրանին։ Արևելագետի խոսքով այժմ ճիշտ չէ աշխարհի կառավարումը բևեռների բաժանել։ Ինչպես օրինակ մոտ 40 տարի առաջ էր, երբ աշխարհում երկու բևեռ կար՝ Խորհրդային Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այժմ հստակ բևեռներ չկան եւ չկա մի երկիր, որն ավելի ուժեղ է, քան մնացածը միասին վերցրած։ Ամեն տարածաշրջան իր ուժային կենտրոնն ունի։ Ներկայում Մերձավոր Արևելքում մեծ տարածաշրջան կա 4 պետություն, որոնք համարվում են առավել ուժեղները, առավել հզորները, դա Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Իսրայել։ Ու այս ուժային կենտրոններից յուրաքանչյուրի վրա Ամերիկան իր ազդեցությունն ունի, բացի Իրանից։ Այժմ Թրամփը ստիպված է Իրանի հետ ուժի լեզվով խոսել, որ իր նախորդ սպառնալիքները օդի մեջ ասված բառեր չդառնան, ասում է Արևելագետը, բայց որ մյուս ուժային կենտրոնները կկանգնեն Իրանի կողքին, քիչ հավանական է համարում։ Իսկ տնտեսագետը տնտեսական գերակայություն հաստատելու հարց չի տեսնում հակամարտությունում։ Իսրայելը որպես պետություն հիմնվեց այդ պահից արաբական եւ մուսուլմանական երկրների հետ նա ունի հստակ կոնֆրոնտացիոն, հստակ դիմակայություն եւ սա բնավ Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրային բալանսի հետ կապ չունեցող գործընթաց է։ Սա հստակ ատելություն է, ընդ որում կրոնական ատելություն, ընդ որում աշխարհահայացքային ատելություն։ Ասում է այստեղ ապրանքների գինը կապ չունի, իրար հետ չհամագործակցող երկրներ են եւ աշխարհագրորեն ուզում են վերացնել իրար։ Ստացվում է հարցը տնտեսական չէ, անցյալ դարից ծավալվող աշխարհաքաղաքական հակամարտություն է, ինչպես պատերազմող կողմերն են ասում, գոյության պայքար։ Իսրայելին ակնհայտ աջակցում է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Իրանի աջակիցները նույն վստահությամբ դեռ խուսափում են հայտարարել իրենց աջակցության մասին։ Սիմոն Հովանիսյան, Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հաստատել է, որ այսօր տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով վերադարձած զինվորականները գերության մեջ են գտնվել ավելի քան 2 տարի։ Զելենսկին ընդգծել է, որ ռազմագերիների փոխանակման ջանքերը կշարունակվեն, քանի դեռ բոլորին չեն վերադարձրել։ Էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն հայտարարել է, որ գազի արդյունահանման օբյեկտների վրա ռուսական հրթիռների հարվածների պատճառով Ուկրաինան ստիպված կլինի մեծացնել կապույտ վառելիքի ներկրումը, մասնավորապես տարեկան մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագրեր կնքել։ Իսկ ռազմաճակատում ռուսական զորքերը շարունակում են համառորեն առաջ շարժվել։ Դիտենք Աննա Հարությունյանի տեսանյութը։ Ռուսական զորքերը շարունակում են Կուպյանսկի ուղղությամբ գրոհը։ Վերջին ժամերին հյուսիս խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրի նկատմամբ։ Գյուղը գտնվում է Կուպյանսկի հյուսիս-արևմտյան ծայրամասում։ Կուպյանսկը ռուսները գրավել են պատերազմի սկզբից հաշված օրեր անց 2022 թվականի փետրվարի 27-ին։ Որպես տրանսպորտային հանգույց եւ Դոնբասի ուղղությամբ հետագա առաջխաղացման կետ համարվող քաղաքը ուկրաինացիները հետ գրավեցին նույն տարվա սեպտեմբերին։ Ուկրաինական ուժերը շարունակում են դրոնային հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տարբեր մարզերի վրա։ Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վերջին 24 ժամվա ընթացքում հակաօդայինները որսացել կամ ոչնչացրել են 61 ուկրաինական դրոններ։ Ռուսական աղբյուրները հայտնել են նաև պատասխան հարվածների մասին։ Նշվում է, որ թիրախավորվել են զինամթերքի պահեսներին եւ զինվորականներին կուտակման վայրեր։ Ուկրաինական իշխանությունները հայտնել են ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարբեր շրջանների, այդ թվում Խարկովի, Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերի շարունակական հրթիռակոծությունների մասին։ Թիրախները եղել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Գիշերը Օդեսան եւ Խարկովը հարվածային դրոնների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Օդեսայում հրդեհներ են բռնկվել։ 4 հարկանի շենք է փլուզվել, 23 հարկանին վնասվել, 600 մարդ տարհանվել է։ Նախնական տվյալներով հայտնի է 14 վիրավորի մասին։ Խարկովում վիրավորվել է 4 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, 1 ձեռնարկություն։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է։ Հաջորդ շաբաթ ենթադրաբար մենք կիմանանք հաջորդ փուլի ամսաթիվը, ասել է նա։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը։ Մենք կշարունակենք աշխատել հասնելու այն նպատակին, որոնք դրվել են հատուկ ռազմական գործողության առջև։ Մեզ համար իդեալական տարբերակ կլիներ դրանց հասնելը քաղաքական դիվանագիտական միջոցներով։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այժմ անհրաժեշտ է համեմատել կողմերի արձագանքները հակամարտության կարգավորման պայմանների մասին հուշագրերի նախագծերին։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Շարունակենք թողարկումը։ Գազայի հատվածում գիշերն Իսրայելի հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ Կատարական Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ նրանցից 23-ը զոհվել են, երբ իսրայելական բանակը կրակ է բացել Գազայի հատվածի կենտրոնական մասում մարդասիրական օգնության բաշխման կետում հերթում կանգնած մարդկանց վրա։ Եվս 11 պաղեստինցի զոհվել է Deir el-Balah քաղաքի բնակելի շենքերի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով, որը նույնպես գտնվում է անկլավի կենտրոնական մասում։ Իսրայելը Գազայում նաև փախստականների ճամբար է ռմբակոծել, 15 մարդ է զոհվել։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ակտյուրքը հայտարարել է, որ Ադրբեջանի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող անատոլիական արծիվ միջազգային զորավարժություններին, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, զորավարժություններին կմասնակցեն Միացյալ Նահանգների, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի անձնակազմերը։ Դրանք կտևեն հունիսի 23-ից մինչև հուլիսի 4-ը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վեդոմոստիին հայտարարել է, որ Հայաստանի Եվրամիության հետ մերձեցման կուրսն արդեն իսկ վնաս է հասցնում հանրապետության տնտեսությանը։ Նրա խոսքով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին զգալի տնտեսական աճի է բերել։ Մեկ շնչի հաշվով հնան 2014 թվականի $3850-ից աճել է մինչև ավելի քան $8500 2024 թվականին։ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է $12.7 միլիարդ, մինչդեռ Եվրամիության հետ ընդամենը $2.3 միլիարդ։ Հայաստանի տնտեսական հաջողությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության մոդելի առավելությունների ցուցադրումն է, ընդգծել է Օվերչուկը։ Նրա խոսքով Հայաստանի Եվրամիության ուղղությամբ շարժվելու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել։ 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է $2 միլիարդ, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել $6 միլիարդ։ Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ միաժամանակ Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ում գտնվել հնարավոր չի լինի, բայց Դաշնությունը կհարգի հայ ժողովրդի որոշումը։
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ նախարար Գոհար Բարսեղյանը հայտարարել է, որ Ռուսաստանը բավարարում է Հայաստանի անհրաժեշտ ապրանքների, ինչպիսիք են ցորենը, շաքարավազը եւ բուսական յուղը, կարիքների մինչեւ 95%-ը իր հերթին Հայաստանն ապահովում է մրգերի, բանջարեղենի եւ վերամշակված արտադրանքի անխափան մատակարարումը։ Նրա խոսքով ԵԱՏՄ ճգնաժամային ժամանակաշրջանում դարձել է սննդամթերքի մատակարարման անվտանգ հարթակ։ Երկու երկրներն էլ լրացնում են միմյանց շուկաները։ Գործակցության մեծ ներուժ կա սերմերի արտադրության, անասնապահության եւ սննդամթերքի ոլորտում, ասել է Գոհար Բարսեղյանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին իր ներկայացուցիչներն այց են իրականացրել Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ գործարարի ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում փաստաբանների բարձրացրած նաեւ ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի առիթով մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացք։ Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից։ Գրասենյակի ստացած ահազանգերը եղել են ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելու, մի շարք տրանսպորտային միջոցներ ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի կինը Էթերի Կարապետյանը տարածել է հայտարարություն, որտեղ շեշտել է, որ իր ընտանիքը միշտ եղել է եւ կլինի հայ ժողովրդի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Սամվելը երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նա միշտ կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար միջնորդի դեր է կատարում, որովհետեւ հավատում է խաղաղությանը։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը եւ համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում են նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսք։ Մենք պահանջում ենք արդարություն, ոչ վրեժխնդրություն։ Որևէ ճնշում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա սերունդների առջև, նշել է Էթերի Կարապետյանը։ Մեր հասարակության մեջ վերարտադրողական տարիքի երիտասարդների շրջանում անպտղությունը հետևողականորեն աճ է արձանագրում, ինչ գործոններ են նպաստում ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներ առաջացնող այդ խնդրի խորացմանը, ինչ է ձեռնարկում կառավարությունը այն չեզոքացնելու ուղղությամբ։ Խնդրի հետքերով գնացել է իմ գործընկեր Մերի Դանիելյանը։ Հայաստանում անպտղության ցուցանիշը վերջին տվյալներով կազմում է 16.8%։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 15%-ը համարվում է սահմանային ցուցանիշ, որն ազդում է երկրի ժողովրդագրության վրա սոցիալ-բժշկական խնդրից վերածվելով ազգային անվտանգության հիմնահարցի։ Հայաստանում անպտղության ցուցանիշը կանանց եւ տղամարդկանց պարագայում տարբեր է, ուրեմն կանանց շրջանում ուրեմն առաջնային անպտղությունը կազմում է 1.3%, երկրորդայինը 13%, տղամարդկանց առումով առաջնայինը 2.2% է, իսկ երկրորդայինը 17.6%։ Այս թվերը 2009-ի տվյալների հետ համեմատելիս նկատելի է երկրորդային անպտղության տոկոսային աճ, հատկապես տղամարդկանց պարագայում։ Իսկ ինչ է նշանակում առաջնային եւ երկրորդային անպտղություն, բացատրում է բժիշկը։ Երբ զույգը մեկ տարվա ընթացքում ապրում է կանոնավոր սեռական կյանքում առանց պաշտպանվելու եւ չի հղիանում, դա համարվում են առաջնային անպտղություն։ Երկրորդային անպտղությունն անվանում այն խնդիրը, երբ մեկ անգամ գոնը գրանցվել է հաղություն, դրանից հետո արդեն կինը չի կարող հապրիանը մեկ տարվա ընթացքում։ Անպտղության կարող են հանգեցնել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Սրանք պատճառների լայն շրջանակի միայն մի մասն են։ Կարող են լինել եւ հորմոնալ փոփոխությունները, դիսֆունկցիաները, կանանց պարագայում դա կլինեն ձևազատման հետ կապված խնդիրները, տղամարդկանց պարագայում դա կարող է լինել սերմնահեղուկի հետ կապված խնդիրները, դա կարող են լինել բորբոքային պրոցեսները, կապված ոչ սպეციფიկ բողոքումներ, ինչպես նաև սեռավարակներով պայմանավորված։ Թեև խնդիրների ցանկը բավականին ընդգրկուն է, մասնագետները նշում են, որ կանխարգելիչ միջոցները կարող են զգալիորեն նվազեցնել անպտղության ռիսկը։ Առաջին հերթին առողջ ապրելակերպն է, զերծ մնալ տարատեսակ սեռավարակներից, տարբեր զուգընկերների ունենալուց, այսինքն անպաշտպան սեռական հարաբերությունից, որը հետագայում հետ օրինակ ունեն մարդ սեռավարակ կարա տարատեսական անպտղության հետ կապված խնդիրներ առաջացնի, եւ դե պրոֆիլակտիկ հետազոտություններ
2015-ից գործում է անվճար եւ արտոնյալ պայմաններով իրականացվող անպտղության հաղթահարման պետական ծրագիրը, որն ընդլայնվել է 2019-ին։ Նոր ձևաչափով ծրագրի շահառու կարող են լինել Հայաստանի քաղաքացի եւ Արցախից բռնի տեղահանված 2 տարի անպտղության ախտորոշմամբ 20-ից 40 տարեկան կանայք, 28-ից 42 տարեկան անզավակ կանայք, 1 երեխա ունեցող մինչեւ 36 տարեկան ամուսնական զույգերը, զոհված զինծառայողների ծնողները։ Ծրագիրն իրականացվում է մի քանի մասով։ Նշեմ, որ ծրագիրը իր մեջ ընդգրկում է մի քանի հատվածներ, դա վաճառագիտության ախտորոշումը եւ բուժումն է, հաջորդը դա սերմնավորման փորձերն են, արտամարմնային բեղմնավորման 1 փորձը եւ արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը։ Մեկ այլ կառավարության որոշմամբ սահմանվում է նաեւ այն հետազոտությունները, որոնք ներառված են տվյալ ծրագրի մեջ։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով ընդլայնման համար հիմք են ընդունում գործող ծրագրի չափորոշիչները։ Ծրագիրն ընդլայնելով արդյունքներն են ընդլայնում։ Ծրագրի շրջանակներում 2019 թվականից սկսած ծնվել է 1177 երեխա, որոնցից 94-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Միայն այս տարի հունվար-մայիս ընկած ժամանակահատվածում մենք ունենք արդեն 226 երեխայի ծնունդ, նրանցից 11-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Ռուզան Մարտիրոսյանը նշում է, կառավարության որոշմամբ գործում է եւս մեկ ծրագիր։ Նպատակը անպտղության ախտորոշում չունենալն է։ ԿԿԱ մարմիններում ամուսնությունը գրանցելուց հետո զույգերը 3 ամսվա ընթացքում կարող են դիմել իրենց համար առաջնային առողջապահական օղակներ եւ ստանալ որոշակի հետազոտությունների ու խորհրդատվությունների փաթեթ։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Այժմ 16 միլիարդ մուտքանունների ու գաղտնաբառերի արտահոսքի հետևանքների մասին։ Խոսքը Apple, Google, Facebook, Instagram, GitHub, Telegram եւ նույնիսկ պետական պորտալների հաշիվների մասին է։ Սա պատմության մեջ տվյալների ամենամեծ ծավալով գողությունն է։ Հետևանքները կանխատեսելի են անձնական տվյալների գողություն, ֆինանսական կորուստներ կամ նույնիսկ անձնական նամակագրության արտահոսք։ Մոնիկա Հայրոյանն է ներկայացնում մեգա մեդիա կողոպուտի պատմությունն ու հետևանքները դիտենք։ Համացանցում հրապարակվել է պատմության ամենամեծ ծավալով գողացված տվյալների բազան, ավելի քան 16 միլիարդ մուտքանուն եւ գաղտնաբառ։ Ըստ Forbes-ի ցանկում ներառված են Apple, Google, Facebook, Instagram, GitHub, Telegram եւ այլ հայտի հարթակների օգտատերերի հաշիվներ։ Այս գաղտնաբառերը նախկինում արտահոսքերում չեն եղել։ Խոսքը թարմ, նոր ստացված տվյալների մասին է, որոնք հնարավոր է հավաքագրվել են վերջերս իրականացված լայնածավալ հարձակումների կամ համակարգային խոցելիության արդյունքում։ Սակայն ըստ մեդիա փորձագետ Արթուր Պապյանի դեռ շատ բան պարզ չէ եւ շատ տվյալներ կարող են կրկնվել։ Ասել, որ սա պատմության ամենավտանգավոր արտահոսքն է, ես չէի ասի, քանի որ մենք առայժմ գործ ունենք ընդհանրապես պնդման հետ եւ դեռևս թե որոշակիորեն լուրջ լրատվամիջոցներ արդեն խոսում են այս արտահոսքի մասին եւ ենթադրաբար տեսել են ինչ-որ տվյալների քանակություն, ամեն դեպքում մենք նույնիսկ հենց հեղինակներից չունենք ամփոփ տվյալներ, քանի մարդու է սա վերաբերում, կոնկրետ որքանով է այս տվյալների խումբը թարմ։ Ֆիշինգային հարձակումների մեծ մասը սկսվում է բաց աղբյուրներից տվյալների հավաքագրմամբ, open source investigation մեթոդով։ Հաքերները հրապարակային տեղեկատվության հիման վրա ստեղծում են ավելի վստահելի եւ նպատակային խաբեության սխեմաներ։ Երբ հանցագործները փորձում են բաց տվյալներից, այսպիսի տարբեր արտահոսքերում հայտնված տվյալներից իմանալ ինֆորմացիա տվյալ մարդու մասին, կազմել իր մասին ամփոփ պատկերացում, ինչպիսի գաղտնաբառեր է այդ մարդը սիրում օգտագործել, ինչպիսի օգտահաշիվներ ունի, իր լոգիկան հասկանալ եւ դրա հիման վրա գեներացնել կոնկրետ մարդուն թիրախավորող, այսպես ասած, գաղտնաբառերի փոքրիկ շտեմարան, բառարան, որով կսկսի շարունակել հարձակումը իր պրոֆիլների վրա։ Արթուր Պապյանը հորդորում է լինել առավել զգոն օգտագործելով երկփուլային նույնականացում, յուրաքանչյուր օգտահաշվի համար սահմանելով եզակի գաղտնաբառ։ Նաև ստուգել արդյոք ձեր տվյալները հայտնվել են արտահոսքում, օրինակ haveibeenpwned.com կայքի միջոցով։ Նույն գաղտնաբառը տարբեր տեղեր վերօգտագործած մարդիկ հատում են լուրջ խնդրի առաջ, որտեղ իրենց բոլոր օգտահաշիվները հայտնվում են խնդրի առաջ, հանցագործների ձեռքում։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մարդիկ նախ օգտագործեն յուրահատուկ գաղտնաբառ ամեն մի առանձին վերցված օգտահաշվի համար եւ նաեւ կիրառեն երկգործոն, բազմագործոն նույնականացում, այսինքն դա նույնականացման մի ձև է, երբ որ գաղտնաբառից
բացի պահանջվում է եւս մեկ գործոն։ Այս արտահոսքը եւս մեկ անգամ ահազանգում է ոչ ոք ապահովագրված չէ կիբերհարձակման վտանգից։ Խարդախները գողացված տվյալները կարող են օգտագործել տարատեսակ նպատակներով՝ օգտատերերի անունից կեղծ հաշիվներ բացելուց, վարկեր վերցնելուց մինչև անձնական նամակագրության հրապարակման շանտաժ։ Անձնական տվյալների պաշտպանությունն արդեն ընդամենը տեխնիկական հարց չէ, այլ ամենօրյա անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր օգտատեր պետք է պատասխանատվություն կրի իր թվային անվտանգության համար, սկսելով մի պարզ քայլից՝ փոխել գաղտնաբառերն այսօր։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Կառավարությունն իր այսօրվա նիստում Հայաստանի տարածքից Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում է կայացրել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանալճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Սևանալճում Սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանալճում նկատվում է Սիգի կենսազանգվածի աճ, սակայն աճի միտումը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Ռենյուս լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, հետևեք բազմալեզու լրատվության մեր սոցիալական հարթակներում ժամը 21-ի թողարկումից հետո։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք գլխավոր թողարկման ժամին առայժմ։